Կրծքագեղձի քաղցկեղը կանանց շրջանում ամենատարածված չարորակ նորագոյացություններից է։ Հիվանդության վաղ հայտնաբերման ամենաարդյունավետ մեթոդներից մեկը մամոգրաֆիկ սքրինինգն է, որը Հայաստանում իրականացվում է անվճար պետական սքրինինգային ծրագրի շրջանակում։ 2021 թվականից առաջին անգամ Հայաստանի Հանրապետությունում ներդրվեց կրծքագեղձի սքրինինգային ծրագիր, որն ի սկզբանե պիլոտային բնույթ ուներ։ Ծրագիրն իրեն արդարացրեց եւ հաջողեց։ Այսինքն մենք կարողացանք հայտնաբերել քաղցկեղը եւ ոչ միայն հայտնաբերել, այլ հայտնաբերել այն սկզբնական էտապներում եւ բուժել մեր կանանց առավել արդյունավետ, քան եթե մենք կհայտնաբերեինք օրինակ 3-րդ կամ 4-րդ փուլերի դեպքում։ Եվ դա հիմք ընդունելով արդեն 2025 թվականի օգոստոսից ներդրվեց կրծքագեղձի քաղցկեղի արդեն համապետական սքրինինգային ծրագիր։ Մի շարք բուժհաստատություններ իրականացնում են այժմ այդ հետազոտությունը, մամոգրաֆիկ հետազոտությունը եւ այն կանայք, ովքեր ներգրաված են այդ որոշակի խմբերում, հնարավորություն ունեն հետազոտվել եւ իրենց նախընտրած հաստատությունում ստանալ համապատասխան բուժումներ, վիրահատություններ, ինչ որ հարկավոր է տվյալ պացիենտին։ Սքրինինգային ծրագրին կարող են մասնակցել Հայաստանի Հանրապետության 45-ից 68 տարեկան այն քաղաքացիները, որոնք ընդգրկված են ընտանեկան նպաստի համակարգում կամ սոցիալապես անապահով ճանաչված անձինք են, առաջին, երկրորդ կամ երրորդ խմբի հաշմանդամություն ունեն, ինչպես նաև զինծառայողները, փրկարարները եւ նրանց ընտանիքների անդամները, փախստականները եւ Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձինք, թրաֆիկինգի կամ ընտանեկան բռնության դեպքերից տուժած անձինք, սոցիալական փաթեթի շահառուները, ժամանակավոր օթևանների եւ սոցիալական պաշտպանության հաստատությունների շահառուները, օլիմպիական եւ օլիմպիական ընտանիքի մարզաձևերի ազգային հավաքականների անդամները, առաջնային օղակի մասնագետները, թերապևտները, բժիշկները տեղեկացնում են նշված խմբի կանանց, որ իրենք իրավունք ունեն անցնելու սքրինինգային ծրագիր, հրավիրվում են առաջնային օղակ, այնտեղից ստանում են ուղեգրեր եւ ըստ այդ ուղեգրի, նայած թե որ բուժհաստատությունում է ուղեգրված, գնում եւ անցնում են իրենց հետազոտությունը 5 օրվա մեջ պատասխանը ներմուծվում է առմեծ ծրագիր եւ երբ ինչ որ խնդիր է առաջանում, արդեն նույն առաջնային օղակի բժիշկը տեսնում է ախտորոշումը եւ արդեն տվյալ պացիենտը եթե ունի որոշակի խնդիր, կանչվում է լրացուցիչ հետազոտությունների։ Ծրագիրը գործում է Հայաստանի բոլոր մարզերում եւ հավասարապես հասանելի է այն կանանց համար, որոնք ընդգրկված են ծրագրում նշված խմբերում։ Շահառու կանանց շրջանակը հետագայում ընդլայնվելու է։